Հիսուս Քրիստոսի անունը փառավորվի, ամեն բանից առաջ եղբայրներ քույրեր, Դավիթը 122-րդ Սաղմոսի մեջ սպես է սկսում. Ես ուրախ եղա, երբ որ ինձ ասացին, թե Տիրոջ տունը գնանք։ Վստահ եմ, որ բոլորդ էլ ուրախ եք այսօրվա համար, չնայած առավոտյան եղանակը բարենպաստ չէր, բայց թող մեզ այս աշխարհում ոչինչ չխանգարե Աստծուն պաշտելու եւ երկրպագելու համար։ Ես այստեղ էլ հոգսերը կարդացի, հիմնականում գրված էր հոգսիս համար, հոգսերիս համար, բայց սրտիս մեջ պես կմտածեի Երանի այն հավատացյալին, ում հոգսերը չեն խանգարում, որ ինքը Տիրոջը քաղցր լինելու համը առնի։ Կիմանաս, բոլորս էլ հոգսեր ունենք, խնդիրներ ունենք, դժվարություններ ունենք, պատկերացումներ ունենք, բայց դրանք ինչ կապ ունեն, որ մենք հավիտենական կյանքի զավակներ ենք, մենք երկնքի համար ենք։ Եթե հոգսերն ու խնդիրները խանգարում են քեզ, խանգարում են ինձ, որ ես լիարժեք Տիրոջ ներկայությունը վայելեմ, ես մտածում եմ, որ մենք դեռ հոգևոր ընթացքի մեջ աճելու շատ տեղ ունենք։ Մենք ամեն անգամ հավաքվում ենք եւ տաճար լինելու համար, տաճարը կառուցվելու համար ամեն անգամ մի քար այդ տաճարի վրա դրվում է։ Ամեն պաշտամունքի դի մի քար, ամեն խոսքից, ամեն պաշտամունքից մի քար դրվի մեր հոգևոր տաճարի վրա, կառուցվի տաճարը, հասնի իր նպատակին, որի մեջ պետք է ապրի Տերը, մեր Տեր Հիսուս Քրիստոսը։ Դրա համար երանի են հավատացյալին, ով ավելի շատ ապրում է ոչ թե հոգսերով, խնդիրներով, այլ ինքը աշխատում է հաղթահարել այդ ամենը իր հոգու աշխարհում եւ կարողանում է Տիրոջը վայելել։ Մենք, եղբայրներ քույրեր, ամենակարևոր բանն է Տիրոջը ճաշակել։ Գրված է, չէ, ճաշակեցեք եւ տեսեք, որ Տերը քաղցր է։ Այսօր մենք կարող ենք ճաշակել, որ Տերը քաղցր է։ Կարող ենք Քրիստոսով մխիթարվել, եկեղեցին ձեր լսածները, իմացածները եւ եկեղեցու մեջ ձեր գտնվելը հարց տվեք ձեզ, կօգնե ձեզի, որ Քրիստոսով մխիթարություն գտնեք, որ ձեր կյանքում անձնական ապրեք, հոգևոր ապրեք, Տիրոջը վայելեք, մխիթարվեք, ուրախանաք, կյանքը իմաստավորվի Քրիստոսի ներկայությամբ։ Եղբայրները հիշեցրին, մենք որ մի ժամանակ եղել ենք աշխարհում, մենք աշխարհի մեջ չենք ունեցել լիարժեք ուրախություն, չենք ունեցել լիարժեք խաղաղություն։ Մեր մարդկային փառքը, որը մեզ խապել է, տարել է մեզի իր հետևից, ժամանակավոր վայելել ենք անձի փառքը, կյանքը, բայց մեր հոգու աշխարհը կատարյալ խաղաղություն ու հանգստություն չի գտել։ Մարդը սիրում է առանձնանալ, մարդը սիրում է իր փառքը, մարդը սիրում է ինքը լինի ուշադրության կենտրոնում, մարդը ուզում է ցկտվել, հասնել ամեն բանի, որով ինքը կբարձրանա մարդկանց աչքին, շատերի աչքին, մարդը մենք աշխարհում ապրել ենք մեր անձնական բարձրության համար, եւ այդ բարձրությունը, եղբայրներ քույրեր, շատերիս կյանքի մեջ եղել է թողել է իր վատ հետևանքները։ Այսօր մենք եկել ենք Աստծուն ներում գտնելու, Իրանից ողորմություն խնդրելու,
Դավիթն ասում է. «Երանի նրանց, որոնց մեղքերը ներվեցան»։ Երանի են մարդուն, ով էս աշխարհում ճանաչում է Աստծուն։ Դավիթը պատվիրեց Սողոմոնին, ասեց. «Որդյակ իմ Սողոմոն, ճանաչիր քո հոր Աստծուն, նրա առաջ կատարյալ վարվիր»։ Երանի են հավատացյալին, ով ինքը իր անձնական կյանքում կարողանում է Տիրոջը վայելել եւ ոչինչ չի խանգարում իրան, որ ինքը գնա իր հոգին, գնա Աստծո հետևից, մխիթարվի, լցվի, ուրախանա եւ նայե Աստծուն։ Երանի են հավատացյալին, ում ներսը կապված չէ աշխարհի հետ, իրան ոչինչ չի խանգարում, մարդկային հարաբերությունները, ստացվածքը, մարդկանց ասածները, մարդկանց, չգիտեմ, խոսքերը, շատ բաներ չեն խանգարում իրան, ինքը մնում է նույնը, իր հոգու աշխարհը մի ուղղություն ունի, ինքը բռնել է Աստծուն վայելելու ճանապարհը, ինքը բռնել է Աստծո հետ ապրելու ճանապարհը, իրան ոչինչ չի խանգարում այս աշխարհում, հոգսեր կան, խնդիրներ կան, դժվարություններ կան, չգիտեմ, մարդկային հարաբերություններ կան, ոմանց համար սիրելի է, ոմանց համար ատելի է, կապ չունի, նա հավատքի է եկել մի բանի համար, որ ինքը իր հոգին ճաշակե եւ վայելե Տիրոջ ներկայությունը, նա անցնում է ճանապարհ, իր միայն ֆիզիկական ոտքերը չեն, որ ճանապարհ են անցնում, իր հոգին գնում է Աստծո խոսքի հետևից, որտեղ հասնի։ Եղբայրներ, քույրեր, մենք հավատքը իմաստավորվում է, երբ որ մենք ավելի խորը մեր հոգու աշխարհում ենք գնում Քրիստոսի հետևից, մենք ավելի իմաստավորվում է հավատքը, երբ որ Աստվածապաշտությունը արտաքինից գնում է ներսը, եւ մենք տեսնում ենք մեր ներսը, տեսնում ենք մեր բնությունը, ինչպես եղբայրները խոսեցին, տեսնում ենք Աստծո կարիքը, տեսնում ենք մեր խեղճությունը, տեսնում ենք, որ այս աշխարհում ոչինչ չկա մարդուն ուրախացնող, տեսնում ենք, որ մեր անձի մեջ էլ ոչինչ չկա, մեր փառքը սուտ էր, տարիներ շարունակ 40-50 տարի գնացինք ապրելու այնպես, ինչպես մենք էինք ուզում, աշխարհի պես, գնացինք ապրելու 50-40 տարբեր տարիներ մաշեցրեցինք մեր օրերը այս աշխարհում անձի պես ապրելու, բայց չգտանք ուրախություն, չգտանք հանգիստ, ովքեր են գտել, Տերը Տիրոջ խոսքն ասում է, Տիրոջ օրենքը անարատ է, հանգստացնում է հոգին։ Այսօր եղբայրներ, քույրեր, շատերս այս աշխարհում հանգիստ չունենք, շատերս մխիթարություն չունենք, շատերս պատճառաբանում ենք հոգսերը, խնդիրները, մարդկանց, մեզ, չգիտեմ, վիրավորողները, հանգիստ չթողողները, բայց այդ ամենը կապ չունի, եղբայրներ, քույրեր, այդ ամենը կապ չունի, որ դու ապրես Աստծո հետ։ Հավատքի գաղտնիքը սրա մեջ է, քեզ ոչինչ, անգամ քո անձը չի խանգարելու, որ դու ապրես Աստծո հետ։ Մենք սրա համար ենք եկել, որ քեզ քո ներսի կյանքը, եղբայրներ, քույրեր, լինի Քրիստոսով խաղաղ, դու խաղաղություն գտնես, դու կյանք գտնես։ Հիսուսը առագած գրքի մեջ ասել է. «Ինձ գտնողը կյանք է գտել եւ Տերիցը շնորհք կստանա»։ Դու գտել ես կյանքը։ Ես չեմ ասում դու եկեղեցի ես գալիս ես եկեղեցի, ես հարցնում եմ դու կյանքը գտել ես։ Այդ հարցին կարող ես քո մեջ պատասխանել։ Դու գտել ես կյանք, դու գտել ես խաղաղություն, դու գտել ես ուրախություն, դու գտել ես երջանկություն, դու հասկացել ես ինչի ես ծնվել, եկեղեցին օգնել է քեզ հասկանալ ինչի ես ծնվել, ինչի ես աշխարհ եկել, իմ կյանքի իմաստը ապրելու որն է, կյանքը Նոյի ժամանակներում 120 տարի էր, դրանից առաջ ապրում էին մարդիկ ապրում էին ավելի երկար տարիներ, 900, 600, 700, եւ Տերը ասեց իմ հոգին չմնա այս մարմնի վրա, որտեվ մարդկանց սրտի գաղափարները չար են, դարձրեց 120 տարի, հիմա կյանքը դարել է 60, 70, բոլորը չէ, որ 70-ն ասնում են, կյանքը կարճ է, այդ կարճ կյանքի մեջ ինչ ես ուզում հասկանալ,
գնալ քո փառքի հետևից, հասնել մարմնավորին, երկրավորը ուզում ես համարել կյանք, որի մասին դրել ենք մեր սիրտն ու հոգին, թե գնում ես Աստծո խոսքի հետևից, քեզ հարց տվել ես, եղբայրս, քույրս, եթե դու եթե կյանքին չնայես ավետարանի աչքերով չես գտնի, դու կլինես հավատացյալ, բայց չես գտնի հանգստություն, ոչ բոլոր հավատացյալները ունեն հանգստություն, ոչ բոլոր հավատացյալները ունեն խաղաղություն, ուրախություն, դրանք գնում են փորձությունների հետ, վերջանում են, գալիս է փորձությունը, կորում է խաղաղությունը, հանգստությունը, ուրախությունը, որտեղ ներսը, եղբայրներ, քույրեր, կառուցված չէ Քրիստոս կյանքի վրա, որն է կյանքի իմաստը, ինչի ենք ծնվել, ծնվել ենք եկել այս աշխարհ ինչի համար, որ ինչ անենք, որ ասենք սովորական մարդկանց պես ապրենք, տուն, ընտանիք, երեխա, չգիտեմ ով ում հաջողվավ, ինչ հաջողվավ, ինձ ձեռք բերել եւ մեռանք ու գնացինք, եղբայրներ, քույրեր, արդյոք սա է կյանքի իմաստը, մենք պետք է մեռնենք, բայց Քրիստոսը հարություն առավ, նա հաղթել է մահին, նա ազատել է մեղքից ազատ մարդիկ են երջանիկ, մեղքից մեղավոր բնությունից, Ադամից ազատ մարդիկ են երջանիկ, նրանք են ուրախ, նրանք են խաղաղ, նրանք են հանգիստ, որտեղ նրանք ուրիշ ապրելու բան ունեն, իրանց ապրելու բանը այս աշխարհը չէ, իրանք այս աշխարհի մրցակցության մեջ չեն, իրանք չեն ուզում ցույց տալ, երևալ, չգիտեմ իրանց փառքը առաջ գծել, իրանք ուզում են հաճեցնել Աստծուն, ապրել ազատ մեղքից, եսից, փառքից, նրանք են հարուստները, այս աշխարհի մեջի կարևոր բանը, կյանքի գաղտնիքը ավետարանն է բացում մեզ, ունենալ Քրիստոս, ունենալ Աստված եւ հարուստ լինել իրանով, մնացածը սուտ բաներ է, ամեն բան կանցնի, ոչինչ քեզ չի կոացնի, աշխարհը իր ցանկություններով կանցնի, քո ցանկությունները քեզ չեն կշտացնի, ինչի էլ որ հասնես այս աշխարհում ու ձեռք բերես չես դառնա երջանիկ, այդ բոլորը մարմնիդ համար են, մարդկային փառքիդ, հոգիդ մնալու է սոված, հոգիդ մնալու է նորից նույնը, քեզ չի բավարարելու, որտեղ հոգին քո մեջ դրված է երկնքից, մարմինը հող է, դրա համար էս հողին է ցկտում աշխարհին, հոգին երկնային է, նա կարիք ունի Աստծո, նրա տեղը աշխարհը չի լրացնելու, հոգուտ աշխարհում ոչինչ չկա որ լրացնե, նա Քրիստոսի այրամբ պիտի կնվի, մարմնի իշխանությունից ազատվի, բանդից դուրս գա, լինի լիարժեք ազատ աշխարհի սկզբունքներից, մեղքից, սուտից, որ դու լինես երջանիկ, երջանկությունը հոգու աշխարհում կատարվելիք Քրիստոսի գործն է եւ նրա շնորհքը, դա ինչ որ օդից կախված առարկա չէ, մի օր ընկնի քո մեջ, քո տան մեջ դուք դառնաք երջանիկ, դա քո մտածմունքների մեջն է, քո խորհուրդների մեջն է, արդյոք դու ինչպես ես տեսնում կյանքը, դու Աստծո վախը, Աստծո խոսքն ասում է, Աստծո վախը սուրբ է, Տիրոջը ճանաչելը հանճար է, Աստծո խոսքն է ասում, այս աշխարհի իմաստունները նրանք են, որ լսում են Աստծուն, խոնարհվում են Աստծո խոսքի առաջ, նրանք են իմաստունը, նրանք են թանկ Աստծո համար, որտեղ նրանք հնազանդվում են, լսում են, նրանց համար կյանքը իրանց պատկերացումները չէ, իրանց մտքերն ու խորհուրդները չէ, նրանք չեն եկել Աստծուց, ինչ որ մի բան ուզելու, նրանց համար ամենաթանկը Տերն է, եղբայրներ, քույրեր, մի ժամանակ եղավ, որ ես տարիներ առաջ աշխատանքի բնույթով տնից բացակայեցի մի 6 ամիս, երբ որ պիտի հետ վերադառնանք տուն, երբ որ պիտի տուն գանք, դե զանգում ես տուն, երեխեքը տարբեր հասակի, 1 տարեկան կա, 2 կա, 5 կա, 8 կա, 10 կա, 15 կա, ամենաշատը 16, 17 տարեկան, եւ բնականաբար, երբ որ տուն պիտի գաս, հայրը հարցնում է, ինչ պիտի բերեմ, ինչ բերեմ, հետս ինչ բերեմ, ինչ եք կարծում, ով ինչ կուզե, երեխաները ինչ կուզեն, ինչ եք կարծում, երեխաները ինչ կուզեն, տարբեր տարիքի երեխաները տարբեր բաներ կուզեն,
փոքրները կոնֆետ կուզեն, մի քիչ մի 5-6 տարեկան հեծանիվ կուզեն, մի քիչ դպրոցական նոր քայլերը անողները հեռախոս կուզեն, բայց մեծերը կսեն պապա ջան դու արի, մենք քեզի կուզենք, դու ինչ կուզես, դու ինչ կուզես, արդյոք Աստծո տվածների մեջ է քո հոգսերի լուծումը կուզես, այդ հոգսերի տեսնում ես հոգսերը չլուծվավ չես կարող Տիրոջ քաղցր լինելու համար առնել կյանքդ քո ուզածով չդասավորվավ ինչ կապ ունեն ձեր կյանքի նեղությունները Աստծուն պաշտելու հետ ինչ կապ ունեն ձեր կյանքի հոգսերը Տիրոջը քաղցր համը առնելու հետ Հիսուս Քրիստոսը այս աշխարհից դեր տար հորը գիտեր որ ինքը պիտի մի ժամ երկու ժամ հետո բռնվի չարչարեն սպանեն իրան խաչեն բայց այդ ամենը իմանալով հանդերձ նրա կյանքից ոչինչ չպակսավ սիրելով զանոնք մինչև վերջն էլ սիրեց նրանց սերը աստվածային կյանքը դու որ պիտի սիրես քեզանից քո հոգին պիտի լինի պարարտ քեզանից քաղցրություն հեզություն սեր պիտի բխե դա ինչ կապ ունի քո հոգսերի հետ որ քո հետ խոսալ չի լինում հոգսերդ շատ են խնդիրները շատ են ինչ կապ ունի աստվածային կյանքը քո կյանքի խնդիրների հետ երբ որ պիտի Քրիստոսով լցված հոգի ունենաս պարարտ լինես կյանքի աղբյուրով լցված լինես երկնային սուրբ հոգով մկրտված Աստծո հոգով լցված անձնավորություն ես երկնային կյանքը պիտի բխե իմ ու քո մեջից հավատացյալի մեջից եղբայրս քույրս մենք երանելի ենք այս աշխարհում մենք բռնել ենք հավիտենական կյանքի ճամփան մենք գնում ենք երկինք Հիսուսն ասաց ես եմ ճամփան ճշմարտությունը եւ կյանքը մեկը հոր մոտ չի գնում, եթե ոչ ինձանով։ Մենք ուզում ենք հավաքվել ենք այստեղ, որ գնանք հոր մոտ Հիսուս Քրիստոսի միջոցով։ Ինքն է այդ ճանապարհը բացել, ինքն է մեր կյանքի մեջ այդ դուռը բացել, ինքն է ներել մեզ, ինքն է խավել մեզ, ինքն է ողորմել, ինքն է շնորհել, ինքն է մեռել, ինքն է զոհը եղել, պատարակը եղել, ինքն է մեր մեղքերի վրա վերցրել, ինքն է ամեն բանի մեջ Աստծո որդին, որ հայրը ուղարկեց մեզ սիրելով պարգև երկնքից Աստծո որդուն, որ մենք նրանով կյանք ունենանք եւ ավելի ունենանք եղբայրներ քույրեր հավատացյալը կյանք ունի իրան այս աշխարհը պետք չէ աշխարհի փառքը պետք չէ աշխարհի փառքը ոչինչ է ամեն տեղ ուր գնում ես այս աշխարհի շրջապատների մեջ մարդիկ իրանց փառքը իրանց անունը իրանց խոսքը ամեն տեղ իրանց ցույց տալը իրանց երևալը մեզի դա պետք չէ մենք ունենք կյանք ապրելու մեզ աշխարհը պետք չէ մեր անձի կյանքը Հիսուսն ասեց ուրացեք անձը ուրացեք ուզում ես ուրախություն ունենաս ինչի համար չունենք որտեվ անձը չենք ուրացել որտեվ մեր խաչը Հիսուսի հետ խաչված չենք Հիսուսն ասեց իզնից սովորեք որ ես հեզ եմ եւ սրտով խոնար եւ ձեր անձերին հանգստություն գտնեք հանգիստ ես ուզում Հանգստությունը կառույց է, հանգստությունը աստվածային բնության մեջն է, հանգստությունը մարդկանցից ազատվելը չէ, հանգստությունը քո խնդիրների լուծման մեջ չէ, հանգստությունը աստվածային բնության մեջն է, որդու տեսակի մեջն է, իրա նման խոնարհվեք Աստծուն, Հորը, Աստծո խոսքին, որպեսզի մեր սրտերը հանգիստ գտնեն, եղբայրներ քույրեր, մեր ներքին աշխարհը խռոված է, որտեվ հոգին չի ուզում խոնարհվել Աստծո խոսքին մեր ներքին աշխարհի խռովությունը վիրավորանքները չգիտեմ մեր հոգու ցավերը ամեն ինչ նրանից է որ մենք չենք ուզում խոնարհվել Աստծո խոսքին եղբայրներ քույրեր խոնարհվիր Աստծո խոսքին հանգստություն գտնես իրա կամքի պես ապրիր իրա ուզածի պես հաճեցրա Աստծուն սա է ճիշտը ուրիշ ճշմարտություն չկա աշխարհում բոլորը խոսում են ճշմարտությունից բայց Հիսուսն ասեց ես եմ ճշմարտությունը ուրիշ ճշմարտություն չկա եթե ճշմարտությունը չբացվի հավատացյալին ինքը կմնա ժամանակավոր հավատքի մեջ իր համար հավատքը կլինի զբաղմունք ինքը կզբաղվի հավատքի մեջ
Ինքը եթե ճշմարտությունը չբացվի հավատացյալին, ինքը հավատքի իմաստը խորը չի իմանա, ինքը ընդամենը կուզե կամֆետ, հեծանիվ, հեռախոս, ոչ թե Տիրոջը։ Եղբայրներ, քույրեր, դրա համար թող Տերը օրհնե ձեզ, իմաստություն տա, Աստված մի հետարքիր համար կա, իմ սիրելի համարներից ես ուզում եմ կարդամ, ես ուզում եմ Հոբի գրքից կարդամ եւ ավարտեմ, շատ կարևոր իմ շատ սիրելի խոսքերից է, Հոբի գրքի մեջ ես ուզում եմ կարդամ, այս խոսքերը, եղբայրներ, քույրեր, կարող եք գնաք տունը կարդաք, Հոբ 21-րդ գլուխ, 23, 24, 25 համարները։ Տեսեք ինչ է գրված։ Մեկը մեռնում է իր կատարելության մեջտեղը, բոլորովին հանդարտ ու հանգիստ։ Նրա անոթները լիքն են կաթով, նրա ոսկորների ծուծը հյութալի է։ Իսկ մյուսը մեռնում է դառն հոգով եւ բարիք չի ճաշակել։ Այս աշխարհում բոլորս պիտի մեռնենք։ Մի օր պիտի գա, որ մենք պիտի այս երկրավոր կյանքին հրաժեշտ տանք, բայց ասում է, որ մարդ կա մեռնում է հասած կատարելությանը, եւ այդ կատարելության հասած մարդը, որ այս աշխարհից գնում է, իր ներքին աշխարհը հանդարտ է ու հանգիստ, լուծվել է, իր հոգու տատը Տերը վարել է, իր ներքին աշխարհը ունի խաղաղություն, անմահությունը եկել է, մեղքը պարտված է, մահը պարտված է, իր ներսը հանգիստ է, որտեվ ինքը անմահ է, ինքը ունի տեսողությունը, ինքը հանգիստ է։ Այսօր մարդիկ մահանում են իշքան դժվարության մեջ, խռովության մեջ, այսօր մարդիկ մահանում են իշքան անկատար, ոչ կատարյալ, իշքան խռովության մեջ, նեղության մեջ, դժվարությունների մեջ, բայց նրանք, որոնք այս աշխարհում բարիք ճաշակեցին, իրանց անոթները լցվավ կաթով, Աստծո խոսքով, նրանք այս աշխարհում գտան Տիրոջը, նրանք գտան հանգստություն, նրանք հասկացան կյանքի իմաստը, ապրելու, նրանք գնում են այս աշխարհից ուրախ ու զվարթ, որտև հանդիպելու են Աստծուն, ինչպես Հովսեփը, ինքը Եգիպտոսի երկրի մեջ աչք չուներ իր աթոռին, Եգիպտոսի երկրի մեջ աչք չուներ կառավարիչի պաշտոնին, իր սիրտն ու միտքը մի բան էր, իր եղբայրներին հարցրեց, իմ հայրը ողջ է, եւ ինքը պատվեր տվավ իր ոսկորները, որ իր ոսկորները Եգիպտոսից հանեն, որտեվ Եգիպտոսը Իրանը չէր, աշխարհը ծերը չէ։ Եթե ապրում եք երկու կյանք, աշխարհի կյանք, հավատքի կյանք, մենք տեղ չենք հասնի, եղբայրներ, քույրեր։ Տերը թող օրհնե ձեզ իմաստություն ու շնորհ